Ես չէի մտածել, որ կինոռեժիսուրա մտնեմ, լրիվ ուրիշ մասնագիտություն եմ դրել, բժշկական ինստիտուտ պետք է գնամ, նույնիսկ գործերս տվել եմ առաջի տարի, ընդունվել եմ ուրիշ տեղ, երկրորդ տարի փորձել եմ էլի բժշկական տամ, էլի, երրորդ տարի նոր գնացել եմ ռեժիսորական Յուրի Արամայիս Չերզինկյանի կուրսը։ Հետաքրքիր բան է, որ կենսագրությունը նայում ես, քո ինչ-որ թվերից է կախված, 98 թվին էս ֆիլմը, 2000-ին էս թիվը, ու պարզվում է, որ այդ տարիների արանքում կամ էլ այդ ժամանակահատվածների միջև ֆիլմ նկարելու ինչ-որ բաներ անում ես, չէ՞, բայց դրանք սաղ մոռացվում է, այդ ամեն ինչը ոնց որ մնում է կադրից դուրս։ Կյանքումս մենակ կինոյի հետ կապված բաներն է, որ իմն է, կամ կարևոր է, կամ ամեն ինչն է կարևոր, որովհետև եթե այդ արանքները չլինի, կինոն չի լինի։ Բայց արածդ քո գործը, չէ՞, ինձ որ կուզենամ որ ճանաչեն այդ ֆիլմերով։ Վիսոցկին բաները երկի բաների մեջ շատ լավ խոսքեր ունի, չէ՞, ասում է я живу и значит я люблю и значит я живу։ Այսինքն ֆիլմը, կինոն, ռեժիսուրան ինձ համար այդ նույն բանն է։ Եվ չգիտեմ, ամբողջ աշխարհը ոնց որ միացնես իրար, դա այդ ռեժիսուրան է։ Այսինքն նայում ես աշխարհին ոնց ռեժիսորի աչքերով, այսինքն նայում ես կամ չես նայում, ինձ համար դա է։ Կամ ապրում ես կամ չես ապրում։ Շատ հետաքրքիր թեմա եմ գտել դոկումենտալ ֆիլմի։ Նա գնացել են գյուղում, տեսել ենք սահմանամերձ գյուղահոյակապ մարդիկ, որ միայն տեսախցիկը միացնես եւ նկարես արդեն ֆիլմ է ինքը իրանով։ Ու շատ կա, Երևանում էլ կա, չէ՞, ձիբանը, բայց նույնիսկ այդ վիճակում, որ ինքը կատարյալ է ամեն ինչ, չէ՞, պետք չի խառնվել։ Ես ինչ որ բաներ եմ գտնում, որ էլի խառնում եմ մեջը, չեմ թողնում, որ ինքը դոկումենտալ մնա։ Նույնիսկ մաքուր ինքը այդ գեղարվեստականության ոչ խաղարկայինի մեջ ես չեմ կարողանում բան մնամ, առանձին մնամ դրանից։ Ինչ էլ փորձեմ անեմ, ստացվում է ալեգորիկ, սիմվոլիկ լուծումներով ֆիլմեր։ Ես ալեգորիան շատ եմ սիրում։ Ես խոսք չեմ սիրում, ոչ կյանքում, ոչ ֆիլմում։ Սիրում եմ շատ նայել ֆիլմեր, որտեղ որ խոսքը շատ կարևոր բան է։ Ես հենց անում եմ, ինքս դառնում է կամած խոսքի քանակը շատ կտրուկ սկսում է նվազել։ Ես չեմ սիրում խոսքը։ Իմ բոլոր ֆիլմերը իմ ապրած ցավերն են, իմ երջանիկ պահերն են, իմ շատ իմը ասեցի, չէ՞, չեմ սիրում այդ իմը, եսը, բայց դե միջև չլինի այդ ֆիլմը չի դառնա։ 4 տարեկանն էլ չկայի։ Գնացի մանկապարտեզ, տատիս շատ լավ ձեռքի շնորհք ուներ, գործում էր։ Սիրուն մի հատ սվիտր էր գործել, գնացի մեկ էլ բան արեց։ Դասիրակչուհին տեսավ, ասեց՝ «Վայ Արսեն ջան, ես ինչ սիրուն սվիտր ես հագել»։ Ես որտեղից է առել, մաման, ասացի չին առել, ունեցա պարտ էլի, ասի տատին է գործել, ասեց տատիդ ոսկե ձեռքեր ունի, ու այդ ոսկե ձեռքերի գաղափարը իմ մոտ սկսեց այդ վաղտվանից զարգանալ։ Առաջի ֆիլմը որ արել եմ, այդ մայրիկա կոչվում, որ ամբողջ ֆիլմը ձեռքերով է, մոր դեմքը չենք տեսնում, բայց մայրությունը նենց հազորնեց մեծ սիմվոլ է, նենց չէ ինքը առանձին մի հատ կերպար է, մենակ ձեռքերով այդ հուշարձաններ որ կարելի անել, որ այդ ֆիլմը նույնիսկ մի մայրույթ բան չի նվիրված, ընդհանրապես բոլոր մայրերին, ու այնքան լավ էր այդ ֆիլմը, որ ցուցադրում էինք միտեղ, կարծեմ Վրաստանում էր, մի հատ վրացի ռեժիսոր, նենց լավ էր, այդ օրը ինձ չմոտիկացավ, թե չխոսացինք բան, մյուս օրը եկավ, փաթաթվեց, պաչեց, ասում է, այդ ֆիլմից հետո գնացի մամայիս բան արեցի, պաչեցի, փաթաթվեցի, խոնարհվեցի ու ձեռքերը ժամերով պաչում էի, էլի, այդ դրանից լավ մրցանակ ես չէի ստացել։ Այն բոլոր ֆիլմերը, որոնք որ իմ պտտում են գլխիս եւ սրտիս մեջ իրանք ամեն անգամ տանջում են, ինձ շատ դժվար է գիշերը քնելը եւ առավոտ արթնանալը, որովհետեւ իրանք անընդհատ քեզ տանջում են, ոնց որ ինչ որ, գիտեք, ես շատ այդ առումով հանգիստ մարդ եմ, որովհետեւ ես պատկերացնում եմ մարդկանց, ովքեր որ ինչ որ վատություն են արել, ոնց են կարողանում քնեն, արթնանան հանգիստ։ Շատ դժվար է քնել, երբ որ ինչ որ նույնիսկ մի օր մի հատ հասարակ անցնում եմ մեկին, նկատել եմ չեմ բարևում, այդ գիշերը կարող է չքնեմ։ Իսկ կինոյի եթե վերածեմ, բաներ, այն բոլոր սցենարները, այն բոլոր մտահղացումները, որ ունեմ ու չեմ կարողանում անեմ, դրանք իրենց սկսում են սենց ներսից կրծել, ոնց որ պատիվանդություն լինեն։